Բարի երեկո, ինչպես եւ խոստացել էի, շարունակում ենք եթերը դատավորների վերաբերյալ, մեր դատական համակարգի վերաբերյալ, մասնավորապես նախորդ եթերին անդրադարձել ենք Նաիրա Ավետիսյանին, այս եթերին անդրադառնալու ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանին։ Ինչն է միավորում այս երկու դատավորներին։ Այս երկու դատավորներին միավորում է մի երևույթ, որը կոչվում է պայքար իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ եւ միավորում է մեկ այլ երևույթ, որ վերջիններս դատական օրենսգիրքը արհամարելով իրենց պարտավորությունը չեն իրացրել ինքնաբացարկի առումով եւ մեկ այլ բան էլ է իրենց միավորում այն որ չգիտես ինչու անհասկանալի պատճառներով բնության մեջ Ին վերաբերյալ գոյություն ունեցող երկու քահայցերը ամեն մեկը 9 միլիոն նույն սուբյեկտի կողմից, որը կկարդամ, նույն անձնավորության կողմից, չգիտես ինչի, ռոբոտը մակագրում է այս երկու դատավորներին, որոնց եւ իմ միջև կան որոշակի փոխհարաբերություններ։ Նաիրա Ավետիսյանի հետ դուք լավ գիտեք, որ ես ունեցել եմ հաղորդում հանցագործության մասին, Արերևույթ կոռուպցիոն ռիսկերի մասին, որը արկա է Նաիրա Ավետիսյանի հայտարարագրերում եւ իր բարեվարկությանը վերաբերվող բնակարաններ, փաստաբանական գործունեություն, Ինեկոբանկ եւ այլն, եթե ցանկություն կունենաք, մենք ստորիով կտեղադրենք ընդհանրապես օրեր առաջ տեղի ունեցած եթերը, իսկ Կարեն Համբարձումյանի հետ ասեմ խնդիրը, այսինքն իր հետ ես խնդիր չունեմ, երևի թե վերջինս կարող է խնդիր ունենա այն հանգամանքի հետ, որ կողմնակալ լինելով վերջինս ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել, ավելին կայացրել է աննախադեպ դատական միջանկյալ ակտ, prior restraint act, որը հակասում է Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների։ Թե ինչու է Կարեն Համբարձումյան դատավորը գնացել այդ քայլին, մենք դրա մասին անպայման կզրուցենք։ Եվ ինչ դատական ակտ է կայացրել, որով խախտել է լրագրող, ես լրագրող չեմ, բայց լրագրողի, իրավապաշտպանի, հանրային գործչի, հասարակական գործչի, քաղաքասարակության ներկայացուցիչի բոլոր տեսակի իրավունքները եւ ազատությունները։ Հարցը նրանում է, որ ես նորից եմ կրկնում, ես բլոգեր չեմ, ես մարդկանց անձնական կյանք երբևէ չեմ մտնում, երբևէ Կարեն Համբարձումյանի մտերիմների սեռական նախասիրությունների, ննջասենյակային, խոհանոցային կյանք ես երբևէ չեմ մտնում։ Ուրեմն այն ինչ որ ես բարձրաձայնում եմ, դա հրապարակումները, որը հիմնված է մեր սեփական հետաքննությունների հիման վրա եւ բոլոր հրապարակումները վերաբերվում են կոռուպցիոն գործարքները փաստող հանգամանքներին, որոնք կատարում են պետական մարմինների, դասախոսների, դեկանների եւ այլոց քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքապետի եւ նրա խորհրդականի եւ տարբեր անձանց կողմից։ Այսինքն խոսքը գնում է ոչ թե անձնական մանրամասներ բարձրաձայնելուն, այլ եւ անձնական եւ կենցաղային մակարդակով չէ այս խոսակցությունները։ Սա իրականում հանրային հետաքրքրություն ունեցող եւ հանրային մեծ տարածում ունեցող հրապարակումների մասին է։ Դիցուկ Այն ինչը ինքը արգելել է, արդեն իսկ դիտումները մոտեցել են 1 միլիոնի 850 հազարից մինչև 1 միլիոն տարբեր տեղերում եւ սա խոսում է դրա մասին, որ հանրությունը հետաքրքրված է թե ինչ է կատարվում եւ հանրության հետաքրքրությանը չեն կարող հագուրտ տալ, որովհետեւ այս դատավորը, որի կենսագրությունը շուտով կկարդանք, որը երբևէ կապ չի ունեցել դատական համակարգի հետ, օրինակ ինձ համար հետաքրքիր է թե ոնց այս մարդը դարձել դատավոր, եւ ամենակարևորը, երբ որ իր կենսագրությունը կարդում ենք, իր կենսագրությունը շատ տեղեր զուգահեռաբար գնում է այն մարդու կենսագրության հետ, ով եւս ունեցել է նույն ոլորտում բանկեր, վարկային կազմակերպություններ
այսպես ասած ժողովրդի լեզվով շատ վարկային կազմակերպություններ, մենք գիտենք, որ լոմբարդի ֆունկցիա են տանում, որը ծնում է հիմնավոր կասկածներ առերևույթ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ինչ է արել Կարեն Համբարձումյանը։ Ուրեմն ես դատալեքսից եմ կարդում, չնայած որ Կարեն Համբարձումյանը փորձել է ըստ իրեն իմ բերանը փակել, իսկ մարդու բերանը փակում են, երբ որ կա վախ։ Այսինքն իմ ասածները սփռում են վախ, որովհետև եթե իմ ասածները վախ չսփռեին, այստեղ քաղաքացիական հայցի որևէ խնդիր չէր լինի։ Ես խոսում եմ եւ տալիս եմ հանրային հաղորդում հանցագործության մասին։ Այսինքն այն ինչ որ հրապարակվում է մեր հակակոռուպցիոն բլոգում, դա ուղարկվում է գլխավոր դատախազին եւ նախաքննական մարմիններ որպես հաղորդում հանցագործության մասին։ Եթե պարոն Համբարձումյանը տեղյակ չի, ապա կա հանրային հաղորդում ներկայացնելու ձևաչափ, այսինքն իմ խոսացածը հաղորդումը։ Եվ եթե իմ խոսացվածի մեջ կան որոշակի եզրույթներ, ինչը ինք ուզում է կողպի իմ բերանը, այդ դեպքում այն անձը, որի վերաբերյալ ինքը նման բարյացակամ լոյալ վերաբերմունք ցույց տվել, պետք է ուղղակի ներկայացնել հաղորդում հանցագործության մասին իմ կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ։ Սա քաղաքացիական վեճ չի։ Սա քաղաքացիական ոլորտից դուրս է։ Այստեղ պատիվարժանապատվություն, զրպարտություն, ինչ է նշանակում պատիվարժանապատվություն, զրպարտություն, բարոյական վնաս, երբ այն անձը, ում վերաբերյալ ինքը արգելել է ինձ խոսել, պետությանը ռեալ վնաս է պատճառել առերևույթ, որի վերաբերյալ կա քրեական վարույթ։ Քրեական վարույթ կա նաև Կարեն Համբարձումյանի ղեկավար, ում ինք խորհրդականն է եղել Հայկ Մարությանի վերաբերյալ։ Այսինքն նույն թվականներին, խոսքը վերաբերվում է 19-20 թվականներին, երբ վերջինս եղել է նախկին քաղաքապետ Կարքին սերիալի հերոս լավ տղա Հայկ Մարությանի խորհրդականը, այդ տարիներին համայնքապատկան կազմակերպություններով առերևույթ չէ, երևույթ յուրացվել են հանրային ֆոնդեր, մեր հարկերը, միջոցները։ Եվ այդ ժամանակ Կարեն Համբարձումյանը լինելով լուրջ ֆինանսիստ, աշխատելով բոլոր ունիվերսալ վարկային կազմակերպություններում չէր կարող դա չիմանալ։ Հայկ Մարությանը դերասանը կարող էր չիմանալ։ Ֆինանսիստ խորհրդականը միանշանակ տեղյակ է եղել։ Եվ եթե կա նախաձեռնված քրեական վարույթ իր ղեկավար Հայկ Մարությանի վերաբերյալ, եւ այդ վարույթը նախաձեռնվել է 2024 թվականին, եթե չեմ սխալվում, ինձ մոտ է գրված, ես կարող եմ վարույթի համար ասել, պարոն Կարեն Համբարձումյան, Եվրոպական դատարանի միեդի դատական ակտերը, որոնք ես հիմա ձեզ կծանոթացնեմ ընթերցելու հետ միասին, սա էլ մի հատ հետաքրքրվեք 08 82 40 23 քրեական վարույթը նախաձեռնված է Հայկ Մարությանի առերևույթ չարաշահումների վերաբերյալ, նորից եմ ասում, ֆինանսիստ խորհրդականը եղել եք դուք, մի հայցել դուք ներկայացրեք։ Հիմա լսեք ինձ։ Ինչ է արել այս դատավորը։ Ես կարդում եմ իր որոշումը, որը ինքը չի կարող ինձ արգելել կարդալ։ Որոշեց Նարեկ Կեսոյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել
թիվ ԵԴ ինչ քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերացնել։ Բնականաբար Առաջացյանի դատարանի դատավորը իմ հետ չի ունեցել կոնֆլիկտային իրավիճակ, չի որոշել վերաշխնդիր լինել, կողմնակալ չի եղել եւ կայացրել ասել ինչ հայցի ապահովում կիրառենք իրավապաշտպանը սա ուղարկում որպես հաղորդում հանցագործության մասին։ Սա ընդհանրապես քաղաքայց էլ չի, էլի եմ ասում։ Սա միջոց է գումարով ընդհանուր 18 միլիոն դրամով փորձել ինձ լրացնել։ Ես չգիտեմ այդ 18 միլիոն դրամը ինչի գինն է, ծախսած գումարի գինն է, թե ինչ է, ես չգիտեմ։ Եվ Առաջացյանի դատարանը բնականաբար ասում է ժողովրդի լեզվով ասած կլինի քաղաքայցը կհասկանանք ինչա կատարվում։ Բայց Հայկ Մարությանի խորհրդականը ֆինանսիստ Կարեն Համբարձումյանը որոշում է Նարեկ Կեսյանյանից ներկայացված հայցը բավարարել եւ կայացնել նոր որոշում հետեւյալի մասին։ Կիրառել հայցի ապահովման միջոցներ եւ մինչեւ քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը արգելել Մարինա Պողոսյանին հակակոռուպցիոն բլոգ Anti-Corruption blog Facebook-յան էջում Anti-Corruption blog YouTube-յան ալիքում, ինչպես նաև այլ սոցիալական ցանցերում եւ զանգվածային լրատվության միջոցներում տարածել Նարեկ Կեսյանի վերաբերյալ տեղեկություններ, մինչև գործի եզրափակիչ դատական ակտ կայացնելը, դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման։ Լուրջ։ Շատ հետաքրքիր է տեղեկություն բառը առավել եւս, որովհետեւ իրավաբան անձնավորությունը ոչ թե ունիվերսալ վարկային կազմակերպություն, կենտրոնական բանկ է, սա կարդանք։ Մասնագետը Հայկ Մարությանի խորհրդականը ինչ խորհուրդներ եք տվել։ Խորհուրդներ եք տվել, թե համայնքապատկան քանի կազմակերպություն ստեղծվի եւ ոնց պտտացնել։ Իրավաբան ինչը պետքա լինի հմուտ իրավաբան դատավորը տեղեկություն բառ չի գրում, որտեվ սա տեղեկություն չի։ Սա հաղորդում է հանցագործության մասին։ Իրազեկում համար 1։ Ես ձեզ վերջում ոնց որ Նաիրա Ավետիսյանին մի փոքրիկ դասախոսություն կկարդամ եւ չմոռանանք ասել, որ այս անձնավորությունը նաեւ դասավանդում է ֆրանսիական համալսարանում, ինչի մոտ լուրջ կասկածներ առաջացնում։ Ֆրանսիական համալսարանում տեղյակ են, որ վերջինիս երբ որ ինքը եղել է Հայկ Մարությանի խորհրդականը, ինչ գումարներ ըստ մեր փոքր բացահայտման 430,000 եվրոին համաձայն հանրային գումարները յուրացվել հարկատուների միջոցներ, եթե ֆրանսիական համալսարանը տեղյակ չի, առնվազն խորհրդական Կարեն Համբարձումյանը տեղյակ էր եւ սա պետքա լիներ ինքնաբացարկի հիմք, բայց ինչ է կատարվում, ինչ որ մարդիկ որոշել են իմ դեմ պայքարել եւ ինձ լռեցնել, ինչը բնականաբար ընդհանրապես չի ստացվելու, որովհետեւ ես չեմ խոսա, ուրիշները կխոսան, ես չպետք է խոսամ, դատախազությունը պետք է խոսա։ Եվ նախաքննական մարմինը, ինձ խոսալ պետք չի, նախաքննական մարմնի կողմից արդեն մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ձեր սուբյեկտի վերաբերյալ, երկրորդն էլ կնախաձեռնվի, որովհետև Մարինա Պողոսյանը չի պատմում, թե ով որտեղ սրճարան գնաց, ով ում մարմնի որ մասին ձեռք տվեց։ Մարինա Պողոսյանը ընդհանրապես ասում է, որ Ծաղկաձորի համայնքում էս կա, Սևանում էս կա, էս ինչ տեղը փողերի լվացում կա, ես հա տալիս եմ հաղորդումներ հանցագործության մասին, պարոն Կարեն Համբարձումյան։ Այն ինչ որ դուք կիրառել եք prior restraint-ը, սա միջազգային իրավունքում գոյություն ունի այդ անվանբամբ, այդ հասկացությունը, որը հրապարակումների արտահայտվելու վերաբերյալ դա նախնական արգելք է։ Եվրոպական, ֆրանսիական համալսարան որ դաս եք տալիս, եվրոպական արժեքների հարգելի ջատագով
Դուք բացի ունիվերսալ վարկային կազմակերպություններից պետք է նաև տեղյակ լինեք այս ամեն ինչից եւ եվրոպական մշակույթը բերեք իրավունքի մեր դաշտում դասավանդեք ձեր ուսանողներին այդ թվում նաև prior restraint-ի վերաբերյալ եւ կարծում եմ ձեր ուսանողները հիմա ձեզ այդ հարցը պետք է տան Եվրոպական դատարանը Կարդանք նման միջոցներին վերաբերում է բացառիկ զգուշությամբ, քանի որ դրանք խոչընդոտում են հասարակությանը ժամանակին ստանալու հանրային նշանակություն ունեցող տեղեկություն։ Այսինքն ձեր կիրառածը, որ Մարինա Պողոսյանին արգելել եք, որ Նարեկ Կեսոյանի վերաբերյալ ինքը խոսա, դա ինչա անում Խոչընդոտումը հասարակությանը ժամանակին ստանալու հանրային նշանակություն ունեցող տեղեկություն։ Եթե տեղեկատվությունը լրացվում է մինչև դատարանի վերջնական որոշումը, ապա հասարակությունը կարող է զրկվել կարևոր տեղեկությունից հենց այն պահին, երբ դա անհրաժեշտ է։ Դուք ռուսերենին տիրապետում եք, хороша ложка к обеду։ Այսինքն, դուք հասկանալով որ մեր կազմակերպությունը սեփական հետաքննության արդյունքում բացահայտել է մի շարք առերևույթ կոռուպցիոն ռիսկեր, որոնք անհամատեղելի են բուհերում դասավանդող անձի հետ, որոշել եք այս հանրության բերանը փակել, բայց դուք մոռացել եք, որ anti-corruption blog, YouTube, այլ պլատֆորմերով մեր կազմակերպության այլ անձնավորություններ կարող են խոսել, իրենց էլ եք արգելելու չեք կարող։ Ես ձեզ մի խորհուրդ էլ տամ։ Այդ հրապարակումները, որ արվել է, մոտ ասել եմ 1 միլիոնի կարգի դիտումներով, հավանության նշանները, լայք կոչվածը եւ մեկնաբանությունները շատ են։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, պարոն Համբարձումյան, մեկ առ մեկ ընթերցեք Եվ մի հատ էլ նախնական արգելք կիրառեք, ով որ լայք ա դրել դրա նկատմամբ, ասեք, որ չի կարելի լայք դնել, ով որ մեկնաբանություն ա գրել դրա նկատմամբ, ասեք, չի կարելի, մինչև դատական ակտ չլինի, սրատակ լայք չդնեք։ Դուք հասկանում եք, ոնց եք դուք դատարանի դերը նսեմացնում։ Լայքա հավաքին մի հատ տեսեք, էլի։ Ինչ որ պետք էր հանրությունը գիտի, մնացածը լինելու նախաքննական մարմնի միջոցով, երբ էլ որ պետք եղավ, այս նույն հարթակից կխոսեն այլ անձնավորություններ։ Բոլորին չեք կարողանալ լրացնել։ Սա ձեր համար գուլագ արխիպելագը չի։ Դուք ստալինիզմի կողմ եք եւ ֆրանսիական համալսարանում դասավանդում եք։ Շատ հետաքրքիր է։ Սա ինչ որ վերաբերում է ձեր prior restraint-ին։ Մյուս հասկացությունը, որին կուզենամ ձեզ ծանոթացնեմ, հարգարժան, պատվարժան դատարան, դա chilling effect եվրոպական դատարանի տերմինն է, որը կիրառվում է, որը նշանակում է սառեցնող ազդեցություն, երբ դատարանը մինչև գործի ավարտը որևէ անձի արգելում է խոսել։ Եվ ինչ արձանագրում եվրոպական դատարանը, որ այդ որոշումը ազդում է ոչ միայն տվյալ անձի վրա, այն ազդանշան է դառնում մյուս լրագրողների, իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների համար, որ իրենք նույնպես կարող են ենթարկվել նման սահմանափակումների եւ այդ իսկ պատճառով եվրոպական դատարանը նման միջոցներին առանձնակի խստությամբ է վերաբերվում։ Այսինքն դուք ուզում եք ստեղծեք նախադեպ, որ մենք բոլորս տեսնելով եւ որ անձը կատարում է առերևույթ հանցագործություն, լռենք, որտեվ Կարեն Համբարձումյանը իզոլենտով կարող է փակի մեր բերանը։ Այսինքն, եթե ես տեսնում եմ ձեր սիրելի անձը հանցագործություն կատարելուց, ես չպետք է դա բարձրաձայնեմ։ Ես նորից եմ կրկնում ձեզ։ Ես լրագրող չեմ, ես իրավապաշտպան եմ եւ ինչ որ բարձրաձայնվել է, ավելին դա օպերատիվ խմբի աշխատանքների շնորհիվ ապացուցվել է եւ կա քրեական վարույթ։ Դուք ի՞նչն եք ինձ արգելում խոսալ։ Ինձ խոսալ էլ պետք էլ չի, ես չեմ խոսալու։ Ես գործելու եմ։ Դուք երևի լավ ֆինանսիստ եք, բայց լավ ֆիզիկոս չեք։ Դուք Նյուտոնի օրենքը լավ չեք սովորել։ Նյուտոնի 3-րդ օրենքը վերցեք եւ կարդացեք։ Եվ սա վերաբերվում էր այդ
սառեցնող էֆեկտին, ես սա բերում եմ եվրոպական դատարանից, պարոն Համբարձումյան, ես ձեր կարողությունների վրա ընդհանրապես չեմ կասկածում, դուք կարող եք դատի տալ միեդին կիրառեք կանխարգելիչ միջոց, որպեսզի միեդը հանգարցես դատական ակտեր չկայացնի, որտեղ դրանք հակառակ են ձեր գաղափարախոսությանը եւ արդարադատության ձեր պատկերացմանը եւ նման դատավորներով մենք առաջ ենք գնում։ Մենք երևի ավելնորդ չի լինի նորից Նիկոլ Փաշինյանի վարչապետի ասած դատավորների մասին։ Հետո որտեղ մենք ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ, եւ այդ ճգնաժամը պետքա որևէ ձևով լուծվի։ Չի բացառվում, նաեւ գնանք հասնենք անհատական մակարդակի պատասխանատվությամբ, հասկանանք ով ինչ որոշում ա կայացրել եւ ինչու։ Չեմ թույլ տալի, ես ասում եմ, թող բոլորը իրենց հաշիվ տան ինչով են զբաղված։ Պատաժը բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են եւ դատվելու են։ Եվ պարոն Փաշինյան, ձեզ մեկ այլ դատավոր են բերել, որը ի դեպ շատ հետաքրքիր կենսագրություն ունի։ Դատավոր դառնում են մարդիկ, որոնք դատական համակարգում գոնե 14 րոպե աշխատել են։ Ասենք դուռը բացել, դուրս են եկել, ոչ որպես հայցվորու պատասխանող։ Այս անձնավորությունը ծնված 1976 թվականին աշխատել է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության մասնագետ, Credit Service Bank, փակ բաժնետիրական ընկերություն, Credit Service-ի մասին այնքան բան կարող եմ պատմել, որտեղ ես տնտեսագետ եմ ու հմուտ տնտեսագետ եմ։ Մի օր ժամանակ կլինի, կներկայացնեմ այդ 90-ականների Credit Service-ը ինչ էր անում։ Իրավաբանն էլ եղել է Կարեն Համբարձում, հետաքրքիր է։ Ստեղ իրավաբանը Հայկ Մարությանի մոտ խորհրդական Credit Service-ը ինչով կրծավ, մի հատ կարող հիշացնեք ինձ։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում գլխավոր իրավական խորհրդական, Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Արչինբանկ ՓԲ խորհրդի նախագահի խորհրդական, այսինքն ձեզ մոտ այս խորհրդական աշխատելը ավանդույթ է, դուք բոլորին խորհուրդներ եք տալիս, Արչինբանկում ինչ խորհուրդներ եք տվել, սա էլ է պետք անպայման մի հատ ուսումնասիրել, ՎՏԲ Հայաստան բանկ, ՎՏԲ լիզինգ, վարկային, ինչա վարկային պորտֆելի արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, միկրոձեռնարկության բարեգործական հիմնադրամ, կամուրջ ՈՒՎԿ, կամուրջ, ունիվերսալ վարկային կազմակերպություն, գրավը դրիր, փողը տարար, տոկոսներն էլ, ինչ ասեմ, Երևանի քաղաքապետի խորհրդական, եւ մի անգամից այս Արչինբանկին ա խորհուրդներ տվել ՈՒՎԿ-ին ա խորհուրդներ տվել խորհուրդները, որ տվել է այս անձնավորությունը, դառնում է վերաքննիչ դատարանի դատավոր։ Պարոն Փաշինյան, մի հատ կասեք, սա ո՞նց է լինում։ Ո՞նց է լինում։ Այս մարդը ոչ թե դատավորի օգնական, նույնիսկ գրասենյակում չի աշխատել, բարձրագույն դատական խորհուրդ, Վահագն Խաչատուրյան, մատ էլ պատմեք, էլի սենց ոնց է ստացվում։ Մարդը վարկային կազմակերպություն, Կենտրոնական բանկ, վարկ, կամուրջ, ընդե Credit Երևան չէր, Credit Երևանը չէր, Credit Service եւ այլն, մեկ է դառնում վերաքննիչ դատարանի դատավոր, դաժե առաջացան, չէ, վերաքննիչ դատարանի դատավոր ու նման նորամուծություններ ինձ արգելել խոսել։ Դուք չեք կարող։ Ես այնքան լավ եմ գործում, որ հիմա այն էներգիան, որ պիտի ծախսեի ձեր մտերիմի, որովհետև նա էլ ՈՒՎԿ, մի հատ հիմա հաղորդում տանք, թող դնեն տեսնեն, դուք որտեղ եք իրար հետ ծանոթացել, կամ ծանոթ չեք եղել, ուղղակի լուրջ սիմպաթիայի հարց է, կամ Մարինա Պողոսյանի նկատմամբ, որը կպել է ձեր շեֆին, Հայկ Մարությանին, վրեժխնդրության, այսինքն դուք ձեր այդ սև հագուստները օգտագործում եք ձեր մուրճիկի հետ, որ անկողմնակալ լինեք, արդարադատությունը չի կարող անկողմնակալ, պետքա անաչառ լինի, ես ձեզ մի քանի եվրոպական դատարանի նախադեպեր էլ կծանոթացնեմ, երևի թե դուք հետո դրա մասին կպատմեք ձեր ուսանողներին ֆրանսիական համալսարանում, որպես ձեր սեփական գիտելիք։ Հիմա հասկանանք, թե ինչա ընդհանրապես, տայք, ես նորից եմ անդրադառնում,
մի անգամ եւս կրկնում եմ, ոչինչ, ես էլ եմ դասախոս, նույն բանը 100 անգամ կրկնեմ, թող պարոն Համբարձումյանը գրի առնի, դատավորը։ Մարդու իրավունքների, հա իմիջիալուց մի հաղորդում էլ դուք տվեք ին վերաբերյալ, չմոռանաք, Նաիրա Ավետիսյանը հաղորդումներ ատվել, որ ես իր անձնական կյանքի մեջ եմ մտել, սպառնացել եմ, ես չեմ սպառնում։ Ես ձեզ օգնում եմ, որ դուք ֆրանսիական համալսարանի դասախոսներին եվրոպական գիտելիքներ մատուցեք, թե ինչպես կարելի է իրավապաշտպանին լռեցնել։ Եվ մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ corruption, ֆրանսերեն լավ չգիտեմ, երևի կոռուպցիոն է, չգիտեմ։ Պետական միջոցների օգտագործման վերաբերյալ հրապարակումները ժողովրդավարական հասարակությունում օգնում են առավել բարձր պաշտպանության։ Իսկ դուք տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանը միշտ ասել որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք։ Միգուցե դուք չեք լսում ձեր երկրի վարչապետին, ես չգիտեմ, կամ չեք ընդունում իր ասածը։ Մեր երկրի վարչապետն է, չեք լսում, ինչ ասեմ։ Չգիտեիք դրա մասին։ Դուք եվրոպական դատարանի նախադեպերից ընդհանրապես տեղյակ չեք։ Մեկ այլ բան, մարդու իրավունքների եվրոպական դատարանը տասնամյակներ շարունակ ձևավորվել է հստակ նախադեպային իրավունք, ըստ որի հանրային հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում կոռուպցիայի պետական միջոցների օգտագործման, պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը շատ կարևոր է։ Հիմա այս սուբյեկտը պաշտոնատար անձ է եղել, դուք պատկերացնում եք, ես հիմա ձեզ ուզում եմ ներկայացնել այն, ինչ որ դուք երևի թե խորհուրդներ տալով տարբեր անձանց Հայկ Մարությանին Արշին բանկում երևի թե ժամանակ չեք ունեցել, որպեսզի ծանոթանաք, ընդ որում մի փոքր ուշ նաև կանդրադառնանք ձեր արդարադատության նախարար Սրփուի Գալյանի խոսքերին։ Ես հիմա ուզում եմ ձեզ մի քանի նախադեպ ասեմ, սա էլ կարող եք ձեր ուսանողներին ներկայացնել որպես ձեր սեփական գիտելիք։ Բլադե Տորոմսոն եւ Ստենսեն ընդդեմ Նորվեգիայի, Բլադե Տրոմսը եւ Ստենս Նորվեգիայի դեմ մեծ պալատով գանգա թիվ 21980/93 վճիռ 20 մայիսի 1999 թվական։ Այդ ժամանակ դուք խորհուրդներ եք տալիս որ բանկին, հեսա մի հատ տեսնենք, երևի այդ ժամանակ, հա, դուք այդ ժամանակ կրեդիտ սերվիս Այդ ձեզ պետք չի եղել սա։ Ասեմ գրեք, ուզում եք կրկնեմ, չէ՞։ Լավ։ Դատարանը շեշտեց պարոն Կարեն Համբարձումյան։ Մամուլի, որպես հասարակական հսկիչի կարևոր դերը, այսինքն կա հասարակական հսկողություն, որը ապահովում է թափանցիկությունը եւ հանրային վերահսկողությունը։ Դուք դեմ եք այդ գաղափարներին։ Եթե դեմ եք, ասեք, որ դուք ժողովրդավար չեք, եւ սա ժողովրդավարության մի մասն է, հասարակական հսկիչ։ Այսինքն, ես որպես հասարակության ներկայացուցիչ, որպես իրավապաշտպան, տեղեկացել եմ առերևույթ փողերի լվացման, համայնքային հողերի գնման, համայնքին միլիոնավոր դրամների վնաս պատճառելու մասին եւ ձեր կարծիքով ես դա չպետք է բարձրաձայնեի։ Այսինքն դուք դեմ եք եվրոպական դատարանի ակտին։ Խնդրեմ։ Մյուսն էլ ասեմ գրեք ձեր մոտ Կաստելոն ընդդեմ Իսպանիայի։ Խնդրում եմ կարդացեք։ Լինգենսն ընդդեմ Ավստրիայի։ Հասցնում եք գրի առնեք։ Սա մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարևոր նախադեպերն են։ Կարևոր նախադեպերից է Հենդիսայդ ընդդեմ Մեծ Բրիտանիայի, որտեղ հիմնական սկզբունքը սա ասեմ գրեք խոսքի ազատությունը պաշտպանում է ոչ միայն այն մտքերը, որոնք բոլորին դուր են գալիս, եթե ձեզ դուր չի եկել, միլիոն հոգու դուր է եկել։ Եվ դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, որոնք ուզում են ինձնից հանրային լսեն, բա ինչ եղավ այդ գործի ավարտը, ես ասում եմ Կարեն Համբարձումյանն ասել է, սուս մնացեք։ Հիշում եք մի հատ վատ անեկդոտ կար։
որ կեսուրները հարսետ հին հայկական, ասում է տեքրները, որ գալի մեր ծոցն էին մտնում, մենք ամոթից ձեն չէինք անում, կարող են ինչ-որ տենց փորձառության խնդիր կա։ Դուք ում բերանն եք ուզում փագեք։ Խոսքի ազատությունը, նորից եմ կրկնում, պաշտպանում է ոչ միայն այն մտքերը, որոնք բոլորին դուր են գալիս, ես մոռացել էի ձեզ հարցնեմ, այդ մտքերը ձեզ դուր է գալիս, թե չէ, այլ նաև այն կարծիքները, որոնք կարող են վիրավորել, ցնցել կամ անհանգստացնել պետությանը կամ հասարակության մի մասին։ Դուք հասարակության անմասն եք, որ ցնցվել եք իմ մտքերից։ Եվրոպական դատարանն ասել է, թե դու այդ մտքերից անհանգստացել եք, ցնցվել եք։ Դա նորմալ է։ Ես օրինակ ձեր կենսագրությունից եմ ցնցված։ Բայց դա չի նշանակում, որ ես պետք է ասեմ, որ դուք չպետք է աշխատեք դատավոր։ Չնայած, չգիտեմ։ Ինչ նշանակություն ունի դա կոնկրետ այս միջանկյալ արգելքի համար։ Այսինքն դուք գտել եք, որ իմ ասածները ինչ որ մեկին անհարմար են, եւ դա դեռ հիմք չի, որպեսզի դուք զրկեք ինձ իմ խոսքի ազատությունից։ Ֆրանսիական համալսարանում, Բաստիլյան հեղափոխություն արած երկրի համալսարանում դասավանդող, դասախոս դատավոր, վարկային կազմակերպությունների մեծ մասնագետ։ Մեկ այլ նախադեպ։ Թե ասեցինք Լինգերսն ընդդեմ Ավստրիայի երևի թե ես ձեզ ասել եմ, բայց ինձ շատ էլ դուր գալիս էս Հենդիսայդը, Կաստելոն ասել ենք, Observer and Guardian ընդդեմ Մեծ Բրիտանիայի, որովհետև հիմնական սկզբունքը էստեղ թողտուգրիչ հրապարակումների նախնական արգելքը prior restraint, այն ինչ որ դուք կիրառել եք իմ նկատմամբ, մեր կազմակերպության նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետության այն հանրության նկատմամբ, որոնք հետաքրքրված են կոռուպցիայի դեմ պայքարով։ Նայեք ինչա գրում, նախադեպային դատի տվեք դուք միեդին ամեն դեպքում։ Դուք կարող եք միեդի նկատմամբ էլ երևի դատական ակտ կայացնել, որ մինչև այս գործով դատական ակտի վերջը միեդը էջը փակի, չկարողանանք նախադեպային որոշումներ կամ խոսքի ազատության մասին, կարող եք Տիկին Գալյանին էլ ասեք, որ չխոսա խոսքի ազատության մասին, հեսա մեջբերում ենք անելու։ Ինչու չեք անում։ Ինչու։ Նայեք, ստեղ ինչ ա գրած, խոսքի ազատության ամենածանր սահմանափակումներից մեկն է prior restraint, ձեր արածը միեդը գրել է եւ կնիկ ա դրել վրան, կնիկ, պեչատ։ Եվ դա ձեր համար պարտադիր է, հարգելի խորհրդատու, Հայկ Մարությանի խորհրդատու, Առաջին բանկի խորհրդատու, վարկային կազմակերպությունների խորհրդատու, որ դա նորից եմ կրկնում, նախնական արգելքը խոսքի ազատության ամենածանր սահմանափակումներից մեկն է եւ ենթակա է ամենախիստ գնահատման։ Իսկ ես կաշխատեմ, որ ձեր արածը գնահատի միեդը, բայց մինչև այդ կարծում եմ բարձրագույն դատական խորհուրդը, արդարադատության նախարարը, ինչու ոչ վարչապետը պետք է հասկանա դուք ինչ եք անում, դուք նախ ոնց եք հայտնվել վերաքննիչ դատարանում քաղաքացիական նույնիսկ կես ժամ փորձառություն չեք ունեցել։ Եվ այս ինչ ավտորիտար դատավարություններ եք, դատական ակտեր եք դուք կայացնում։ Ես կամաց-կամաց ինձ թվում է հետ են գնում դեպի ստալինիզմ։ Ինչ նշանակություն, ես նորից եմ ասում, սրա նշանակությունը այս գործի համար, սա ոնց որ գրված է հատուկ ձեր համար։ Մի հատ էլ ձեզ նախադեպ Sunday Times ընդդեմ Մեծ Բրիտանիայի։ Շատ կարևոր է, թողտուգրիչ։ Հիմնական սկզբունքը հասարակությունն իրավունք ունի ժամանակին տեղեկանալու հանրային նշանակություն ունեցող հարցերի մասին։ Հիմա սա, այս նախադեպը դա միեդի ինչ նշանակություն ունի կոնկրետ այս գործի համար։
Եթե հանրային կարևորություն ունեցող տեղեկությունների հրապարակումը արգելվում է մինչև վերջնական դատական ակտը, հասարակությունը կարող է զրկվել տեղեկացված լինելու իրավունքից, բայց հասարակությունը չի ձեզ ցավոք դատավոր նշանակել եւ հասարակությունը չի էլ պատկերացրել, որ դուք հանգնելու եք ինձ համար ամենահարգելի, ոնց ասեմ, պաշտոնն է, հա, պաշտոն, առաքելությունն է դատավորը, սկսած ավետարանից, բիբլիայից, մինչև հիմա, որտեվ առակները կա իդեպ, կարող եք էդ էլ կարդալ, պարտադիր։ Եվ հիմա ես ինչ եմ ուզում հասկանամ, ինչու դուք ինքնաբացարկ չեք հայտնել, սա էլ ասեմ և հասկանանք, թե ուր ենք գնում։ Ինքնաբացարկի վերաբերյալ նախորդ եթերում երկար խոսեցինք դատավոր Նայրա Ավետիսյանի վերաբերյալ, որը միանշանակ պետք է ինքնաբացարկ հայտներ, որտեղ դա իրականում դատավարության, անկողմնակալության և անաչառության հիմնական շատ կարևոր սկզբունքներից է եւ որը չի արել, իմ մոտ նես տպարսնոր սենց երկուսով սենց ասել եք ուխ, հեսա տես ինչ ենք անելու, բա տեսեք ես ինչ եմ անելու, ու մի վարկյան չկասկածեք, ու ես ինչ անում եմ, լավ եմ անում, ու անում եմ շատ հիմնավոր, շատ, ես իմ ամեն բառի համար ստորագրում եմ, լսում եք, էլի եմ ասում, եթե հարկ լինի ձեր սուբյեկտի մասին խոսալու, ստեղից 50 հոգի մարդ կա, որ ամեն օր կարանգան խոսան, 50-ատ էլ հայց ներկայացնեն։ Հուսանք դուք այդ ընթացքում դեռ կլինեք դատավոր, չեք դառնա խորհրդական, միեդի խորհրդական հիմա էլ։ Հարցը վերաբերում է, որ դուք խախտել եք ոչ միայն խոսքի ազատությունը եւ եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերը արհամարել եք բացառապես։ Դուք արհամարել եք նաեւ ինքնաբացարկի վերաբերյալ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71 հոդվածը, որը դուք պարտավոր եք իմանալ, ոչ թե որպես խորհրդական եք պարտավոր, որպես խորհրդական եք, դուք պարտավոր չեք, դուք կարող եք շատ լավ ֆինանսիստ եք, եւ ես արդեն վստահ եմ դրա մեջ, որ դուք լավ ֆինանսիստ եք։ Բայց դուք հիմա դատավոր եք, դուք արդարադատություն իրականացնող մարմին եք, սուբյեկտ։ Դատավորը կարդամ հոդված 71, սա էլ կարող եք ֆրանսիական դատարանում դասավանդել ձեր ուսանողներին, իրենք պետք է իմանան։ Եթե դատավորի եւ դատավարության մասնակցի միջև առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել դատավորի անաչառության վերաբերյալ, դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել։ Եվ հիմա բառացի կարդանք։ Դատավորը պարտավոր է, նորից եմ կրկնում, եթե չունեք, ես սիրով ձեզ կնվիրեմ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենք հոդված 71։ Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, իսկ դուք տեղյակ եք այն հանգամանքների մասին, որ ձեր ղեկավար ում խորհրդատուն դուք եղել եք Հայկ Մարությանի վերաբերյալ ձեր խորհրդատվության տարիներին հանրային ֆոնդերի յուրացումով Մարինա Պողոսյանի հաղորդման վրա նախաձեռնված է քրեական վարույթ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։ Խիստ կասկածներ ունեմ ձեր անաչառության մեջ, հաշվի առնելով այս ամբողջ հանգամանքները։ Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այն դեպքը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցիչ փաստաբանի, ներկայացուցիչ փաստաբան պետք չի։ Դուք կանխակալ վերաբերմունք ունեք իմ անձի հանդեպ, որովհետև պարզ չի, թե այն մի նախաքննությամբ ինչեր կպարզվի։ Եվ հիմա դուք ստեղծում եք նախադեպ, որ երբ որ սկսեմ Հայկ Մարությանի ու ձեր մասին խոսալ որպես խորհրդական, ասեք Մարինա Պողոսյանը չպետք է խոսա։ Ոչ ճիշտ եք ասում, չպետք է խոսամ, պիտի գործեմ։
Իսկ այս իրավիճակում, տեսեք, այստեղ անաչառության մասին է։ Այս իրավիճակում իմ գնահատմամբ առնվազն առաջանում է ձեր անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածների հարց եւ այսպիսի հանգամանքներում դուք պետք է ինքնաբացարկ հայտնեք, բայց դուք ինքնաբացարկ չհայտնեցիք եւ ես չգիտեմ էլի այս իրավիճակում ոնց եք դուք պատկերացնում ձեր կայացրած դատական ակտը, ձեզ թվաց որ դուք ինձ լռեցրեցիք ու պրծավ։ No. 9. Ես մի քանի նախադեպ էլ ասեմ, որը կարող եք դասավանդել ձեր ֆրանսիական համալսարանի ուսանողներին։ Ուրեմն, սրա մասին խոսել ենք, բայց մի հատ էլ ձեզ եմ ներկայացնում, որտեվ դուք եւ Նաիրա Ավետիսյանը ասեն զուգահեռաբար գնում եք։ Դուք ֆինանսիստ, հապաստաբան, դատավորներով, երկու դատավոր, որոնք ինձանից ինչ եք մնացել, դուք կիմանաք։ Նախադեպերն արագ ասեմ, ժողովրդին չհոգնացնենք։ Դեկուբերն ընդդեմ Բելգիայի, ուր ձևավորվել է հանրահայտ եւ բոլոր դատավորներին հայտնի սկզբունքը, որ justice must not only be done, it must also be seen to be done, այսինքն արդարադատությունը ոչ միայն պետք է իրացվի, այլ նրա իրացումը պետք է նաեւ տեսանելի լինի։ Ես այստեղ տեսանելի ոչինչ չեմ կարողանում գտնել։ Եվ մյուսը Միկալով ընդդեմ Մալտայի մի այդ դիրքորոշումը, որ Եվրոպական դատարանը նորից եմ կրկնվում, նույն Նաիրա Ավետիսյանն էլ եմ ասել, բայց սա ձեզ էլ է վերաբերում, Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի անաչառությունը գնահատվում է երկու չափանիշներով, սուբյեկտիվ չափանիշ, արդյոք դատավորը անձնական կողմնակալություն է ունեցել։ Ես գտնում եմ, որ այո դուք ունեցել եք, որտեղ խոսքը գնացել է ձեր նախկին շեֆ Հայկ Մարությանի վերաբերյալ կա քրեական վարույթ այն տարիներին, երբ որ դուք եղել եք խորհրդականը եւ հարցը վերաբերվում է հանրային ֆոնդերի յուրացմանը, իսկ դուք եղել եք մեծագույն ֆինանսիստ։ Եվ օբյեկտիվ չափանիշ արդյոք գոյություն ունեցել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ դիտորդի մոտ առաջացնել կասկածներ դատարանի անաչառության վերաբերյալ։ Այո, այսինքն դուք չեք հայտնել ինքնաբացարկ, որովհետև դուք վստահ եք եղել, որ մեկ այլ դատավոր չեր անի դա։ Ձեր առաքելությունը դուք կատարել եք, միսիա выполнена։ Դուք նույնիսկ էլի եմ ասում, դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71 հոդվածն էլ եք արհամարել։ Մյուսը Մորիս Ֆրանսիայի դեմ, դատարանը պետք է լինի ոչ միայն անաչառ, այլև ողջամիտ դիտորդի համար երևա որպես անաչառ, եւ այս նախադեպը հաճախ օգտագործում է հիմնավորելու համար, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նրա մասնակցությունը կարող է հասարակության կամ դատավարության կողմերի մոտ առաջացնել ողջամիտ կասկածներ նրա անաչառության վերաբերյալ։ Իմ մոտ կար, հիմա հասարակության մոտ էլ կա, որովհետեւ դուք փորձել եք ինձ լռեցնել, որպեսզի ես ոչ թե անձնական տվյալներ չհայտարարեմ, այլ չխոսամ կոռուպցիոն հանցագործությունների մասին եւ այն հանցագործությունների, որը չի կարող լինի գնահատվի զրպարտություն, որովհետեւ իմ խոսացածի հիման վրա հարուցված է քրեական վարույթ։ Եվ կուզենամ մեկ անգամ եւս ասել, որ այս երկու քաղաքայցերը 9 միլիոն, 18 միլիոնի ընդհանուր քաղաքայցերը չի կարող պատահականության սկզբունքով մակագրվի դատական համակարգում երևի թե միակ երկու դատավորներին, որոնք կարող են կողմնակալ լինել եւ անաչառ չլինել։ Սա ես դիտարկում եմ որպես որոշակի ճնշում իմ նկատմամբ, որպիսի ինձ լռեցնել եւ որպիսի հանրությունը չտեղեկանա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ եւ սա կարող է շատ վտանգավոր նախադեպ լինի նաեւ այլ հասարակական գործիչների, իրավապաշտպանների եւ այլոց վերաբերյալ։ Եվ ամենավերջում կուզենամ անդրադառնամ իմ կողմից շատ հարգված արդարադատության նախարար Սրփույի Գալյանի
խոսքերի մի պարբերությանը, եթե դուք եվրոպական դատարանի նախադեպեր չեք կարդում, դուք արդարադատության ոլորտում եք եւ արդարադատության նախարարի ասածը պետք է սերտեք, անգիր անեք։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է չափազանցություն, անգամ սադրանքի որոշակի աստիճանը, այսինքն իր արտահայտություններում անձը կարող է որոշ չափով անզսպություն դրսևորել։ Այո, կոռուպցիանի մեջ առաջացնում է անզսպություն եւ ես դրսևորել եմ, ատում եմ մարդկանց, որոնք կարող են համայնքին միլիոնավոր դրամների վնաս պատճառել, պատկերացնում եք, ատում եմ։ Ատում եմ փողերի լվացումով զբաղվող անձերից, ատում եմ, եւ դա իմ մեջ առաջացնում է անզսպություն։ Դատարանը բազմաթիվ գործերում արձանագրել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ արտահայտություններն ունեցել են կոպիտ, սուր կամ վիրավորական բնույթ, ընդհանուր համատեքստում գնահատելով դրանք ընդունվել են որպես անմիջական հուզական արձագանք, այո, ես դա իմ հուզական արձագանքն է եղել կամ կոշտ քննադատություն, այլ ոչ թե ինքնանպատակ վիրավորանք, ասել է Տիկին Գալյանը։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է չափազանցության, անգամ սադրանքի որոշակի աստիճանը, այսինքն իր արտահայտություններում անձը կարող է որոշ չափով անզսպություն դրսևորել։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 2009 թվականի համապատասխան որոշ։ Եվ այսքանով դեռևս եզրափակենք մեր եթերը։ Կարծում եմ խոսքս տեղ հասավ, թե ֆրանսիական համալսարանի ուսանողներին, որոնք կարող են բազմաթիվ հարցեր հղել ժողովրդավարության դեմ դատական ակտով պայքարող իրենց դասախոսին, թե բարձրագույն դատական խորհրդին վերաբերվող այս երկու դատավորներին, Նայր Ավետիսյանին եւ Կարեն Համբարձումյանին, այդ թվում բարձրագույն դատական խորհրդի հետաքրքրությունը շարժել, թե ինչպես ֆինանսական ոլորտի մասնագետը դարձավ դատավոր, եւ պարոն Փաշինյան, ասել եք, արեք։ Ստեսություն։